որտեղից հայտնվեցին Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերը։ Համացանցն արդեն 3 օր է քննարկում է այս թեման։ Factor TV-ն ուսումնասիրել է տեսանյութերի հրապարակման աղբյուրը, նախորդած եւ հաջորդած իրադարձությունները։ Տեսանյութերն առաջինը հայտնվել են Armenian WikiLeaks անունով Telegram-յան ալիքում հոկտեմբերի 25-ին։ Չնայած որ այժմ այն արգելափակված է Telegram-ի օգտագործման պայմանները խախտելու համար, տեսանյութերը տարածում են գտել եւ պահպանվել այլ ալիքներում։ Հոգևորականի մասնավոր կյանքին առաջին հրապարակային անդրադարձը եղել է դեռևս մայիսի 30-ին։ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրառում էր արել։ Դրան հաջորդում է վարչապետի եւս մեկ գրառում հունիսի 17-ին։ Թեև իշխանություն եկեղեցու վերնախավար ճակատումը շարունակվում էր այս ամբողջ ընթացքում, սակայն Արշակ arczepiskopos Խաչատրյանի անունը հիմնականում չէր շրջանառվում։ Հոկտեմբերի 22-ին ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հարցերից մեկին ի պատասխան ասում է. Բայց հասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Հոկտեմբերի 25-ին ժամը 00:24-ին իշխանական Մեդիանյուզը գրում է, թե Արշակ arczepiskopos-ը պահանջել է Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը։ 6 րոպե անց հոդվածն արտատպվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական լրատվամիջոցում CVKM-ում։ Այս հրապարակումից շուրջ 1 ժամ անց Armenian WikiLeaks-ում հրապարակվում են ինտիմ տեսանյութերը։ Կիրակի օրը Հովանավանքում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերին, պնդելով, որ իշխանությունները դրանց հետ կապ չունեն։ Այն մարդիկ, որ կոմպրոմատներ ունեն իրար դեմ, թող հեռու մնան եկեղեցուց, հեռու մնան ժողովրդից եւ գնան իրար կոմպրոմատները իրար դեմ օգտագործեն։ Խնդրում եմ մեզ ժողովրդին եկեղեցուն այդ սրբապղծություններին չխառնեն։ Տեսանյութերի հրապարակումից հետո թեև իշխող վերնախավը փորձում է հեռու վանել հրապարակման հետ իրենց ենթադրյալ կապը, սակայն փաստ է, որ ուշ գիշերին Telegram-յան ալիքում հրապարակվելուց հետո դրանց առաջին տարածողները Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հարող կամ աջակցող էջերն ու օգտատերերն են եղել։ Armenian WikiLeaks էջում նույն օրը ժամը 11:18-ին անգամ կոչ հայտնվեց Արշակ arczepiskopos Խաչատրյանին կարգալույծ անելու պահանջով։ Մեր ուսումնասիրած էջերի բովանդակությունից պարզ է դառնում, որ դրանք այս կամ այն կերպ կապված են ԿՊԱ-ականների հետ կամ պարզապես աջակցում են կուսակցությանը։ Մեդիանյուզը հոկտեմբերի 25-ին ժամը 10:33-ին գրեց, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանի հրաժարականի պահանջից հետո Գարեգին Բ-ն հրապարակել է տեսանյութերը։ Նույն լուրը 10 րոպե անց հրապարակում է CVKM-ը։ Infocom-ը դեռ 2021-ին մի հետաքննություն էր հրապարակել, ըստ որի Media-News-ը եւ Armenia News-ը կապված են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Ինքը Չախոյանը երբեք չի հերքել կապը Media-News-ի հետ։ Civilnet-ը պարզել է, որ նման սխեմա գործել է նաև հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսման ժամանակ, որում երկխոսությունը վերագրվում է Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան Աբեղա Երնջակյանին։ Media-News-ը հաճախ օգտագործվում է խնդրահարույց բովանդակություն տարածելու համար, փորձելով թաքցնել իշխանական հետքերը։ Տեսանյութի հրապարակմանն անդրադարձել է հենց ինքը Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Նա նախ հերքել է, որ ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ է ներկայացրել, դա հորինվածք որակելով։ Այնուհանդերձ Խաչատրյանն ուղիղ տեքստով չի հերքել տեսանյութերի իսկությունը։ Գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար այդ տեսանկարահանումները օգտագործված լինեն։ Բայց իհարկե բովանդակությունը ամբողջովին հերյուրանք է։ Մայրաթորը դրանց առնչությամբ պաշտոնական որևէ հաղորդագրություն մինչև այս պահը չի տարածել։ Չնայած Armenian WikiLeaks անվանումով Telegram-յան ալիքը արգելափակվել է հարթակի կողմից, սակայն նույն անունով մեկ այլ Telegram-յան ալիք է սկսել գործել նախորդի փակվելուց ժամեր անց։ Ալիքը ստեղծվել է դեռևս 2024-ի հոկտեմբերի 22-ին, այնուհետև անվանափոխվել։ Այս նոր ալիքում հիշատակումներ կան նաև իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի մասին, գուցե փորձանելով թաքցնել իշխանական առնչությունը հրապարակված տեսանյութերին։ Ալիքն այս պահին ավելի քան 11000 հետևորդ ունի։ Եթե տեսանյութերն իրական են, դրանց վերաբերյալ գնահատականներ կարող են տրվել միայն բարոյական հարթությունում, սակայն դրանք տարածելը հանցանք է, խախտվում է մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Այս ֆոնին հանրային գործիչներ եւ սոցցանցերի օգտատերեր մտահոգություն են հայտնում, որ նման տեսաձայնագրություն ստանալը հնարավոր կլիներ միայն հատուկ ծառայությունների ներգրավմամբ,
Ֆակտոր TV-ին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկություն փորձեց ստանալ քննչական կոմիտեից, սակայն գերատեսչությունից խնդրեցին լրագրողական հարցում պատրաստել եւ ուղարկել, բանավոր մեկնաբանություն չեն տալու։ Գրավոր հարցումն արդեն ուղարկել ենք եւ պատասխան ունենալու պես կհրապարակենք։